ինչ քննարկում էր տեղի ունենում դուք եւ պարոն Ասլանյանը այո ընդդիմության Հայաստան Դաշնքի падգամավորների մոտ էիք այցելել ինչ էիք քննարկում են ազգային ժողովում Ընտրական օրենս գրքում եւ հանրաքվեի մասին օրենս գրքում համանդրական օրենքների փոփոխության մտնում հետ կապված մենք գտնում ենք որ դա մեկ էլ ենք գտնում որ դա հակասահմանադրական եւ հետեւաբար միացանք Հայաստան Դաշնքի նախաձեռնությանը համանդրական դատարան դիմելու կոնտեքստում միասին համատեղ գործելու եք Դե մեր գործելու բանը հնարավորությունը շատ համեստ են ուղղակի մենք որպես падգամավոր աջակցում ենք որպեսզի հասնենք համանդրական դատարան Հայաստան խմբակցությունն ունի իր բազան իրավաբանների եւ այլն հետեւաբար իրենք այդ հարցը բանկան դիտարկեն Դուք ինքնական այդպես ներկայացրեք Հայաստան Դաշնքին թե նախապես որոշակի քննարկումներ եղել են մինչ այս որոշումը Հայաստան Դաշնքի մեր գործընկերները տեսան պարոն Ասլանյանի եւ իմ դիրքորոշումը այդ նախագծի հետ կապված եւ իրենք առաջարկություն հանդես եկան որպեսզի մենք միանանք այս նախաձեռնությանը ինչը մենք շնորհակալ ենք Դրա կարիքը չկա որտեղ դա թիվը հերիքում է Ինչու հենց Հայաստան Դաշնքը եւ ոչ ուժեղ Հայաստանը կամ Բարգավաճ Հայաստանը Այս նախագիծը վերաբերում է այս գումարմանը մենք հիմա քննարկում ենք նախագիծը եւ հետեւաբար այստեղի падգամավորները կարան դիմեն համանական դատարան ոչ թե խորհրդարանը Այո իսկ հուլիսի 4-ին նաեւ համանդրական դատարանը ներկայացնելու է իր վերջնական որոշումը ինչ ակնկալիքներ ունեք դուք Ես չեմ կարող ասել ինչ ակնկալիքներ ունեմ, բայց ես կարող եմ օգտվելով արդյոք հետևյալ միտքը, որ մենք պարոն Ասլանյանը հետ քննարկել ենք եւ եկել ենք հետևել եզրակացության։ Եթե Բարգավաճ Հայաստանի իրավունքները չեն վերականգնվում, եթե Բարգավաճ Հայաստանը չի մտնում խորհրդարան, ապա Հայաստան Դաշինքը եւ ուժեղ Հայաստանը չպետք է վերցնեն մանդատները, որովհետեւ իրենք իր մասնակից կլինեն մանդատագողությանը։ Ներկայացրել եք ձեր այդ տարբերակը Հայաստան ասել է ինչ են պատասխանել։ Ժպտացել են։ Ուղղակի ժպտացել են ոչ այո, ոչ ոչ։ Այո։